եմ երբ շրջիկ պատերազմներին մասնակցելու փոխարեն ինչու երբ չեք որոշում որպես պաշտպանության նախարար մասնակցել զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը փոխանցված համակարգի սպասվածի եկեղեցու պատերազմներին, թե հրավիրված մասնակցել միայն այն պատերազմների, որտեղ վերջինական Հայրապետյանն եւ երկրորդ հարցը դուք ազգային ժողովում ասել եք, որ 47-օրյա պատերազմի խնդիրներից մեկը նաեւ այն է, որ Արեստազորը այդքան էլ մամուլան չէր, Մովսես Հակոբյանը արձագանքել է ձեր հայտարարությանը եւ ասել է, որ մեջբերումն բացարձակապես ուտեք դուք խոսում, ի վերջո այսքան տարի անց հասկացա պատերազմի գլխավոր պատճառը ո՞ր է պատասխանատվություն։ Գիտեք, հիմա կոռեկտությունը ինձ թույլ չի տալիս, ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով, ես սուտ չեմ խոսում։ Դա բոլորին պարզ է, ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։ Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ պատիվ ու լռի, եւ հորդորում եմ լռել։ Լռել։ Ու ծպտուն չհանել, որովհետեւ դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունը ամբողջությամբ նաև իրենց օժանդակությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կարվել միայն մեր վրա։ Եվ քանակելի Անկեղծ ասած, ես պատարագի մասնակցում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ, եւ երկրորդ ես չունեմ ինֆորմացիա, որտեղ է վկայակոչվում Կտրիժ Ներսիսյանն անունը, որտեղ չի վկայակոչվում։ Եթե ես միտեղ մասնակցեմ, վստահ եղեք, որ չի վկայակոչվի։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար